Բարի երեկո սիրելի քույրեր, եղբայրներ, նրանք ովքեր ուղղընտրում են մեզ ինտերնետային կայքով, Աստծուն փառք ենք տալիս այս երեկոյի համար։ Այս սուրբ տաճարի մեջ մեզի ներգրավելու, միասնաբար Տերը պաշտելու, Տերը փառավորելու, մեր երգերով, սաղմոսներով եւ նաեւ Տիրոջ խոսքը մեզի տալու, որ դիտանք իմ անարժանես միջոցով Տիրոջ փառքի համար լինի։ Այո, այս կիրակիները, որ գիտենք եկավ արդեն Տեր Հիսուս Քրիստոսի, արդեն անցած 5 շաբթի օրը Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումն էր, Տեր Հիսուս Քրիստոս համբարձվեցավ անցած 5 շաբթի, իսկ կիրակի օրը երկրորդ ծաղկազարդն էր։ Տեր Հիսուս Քրիստոսի, ինչպես մեծ պահոց շրջանի մեջ այդ կիրակիները կան, 7 կիրակիներ եւ ավակ շաբաթը հետը մինչեւ Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը, նույնպես Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից մինչեւ հոգե գալուց նորից 7 կիրակիներ կան 50 օր տևողությամբ, ինչպես եւ հիշեցինք արդեն այդ կիրակիներ անցան, 7 կիրակիներից առաջինը կոչվում է կրկնազատիկ կամ նոր կիրակի, երբեմն ասում են նաև սպիտակ կիրակի, ճերմակ կիրակի, նաև Թոմասի կիրակի, որովհետև այդ կիրակի Թոմաս չկար, Տեր Հիսուս Քրիստոս հարությունից հետո երևցավ իր աշակերտներին, Թոմաս բացակա էր եւ Տերը հատուկ երևցավ Թոմասին, որովհետև ասեց մինչև եւ մատերը չխոթեմ այդ բևերների տեղը չպիտի հավատամ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս երևցավ Թոմասին հատուկ եւ ասեց. «Եկ եւ տես»։ Եվ Թոմաս ծունկի եկավ եւ ասաց. «Իմ Տերս եւ իմ Աստվածս»։ Տեր Հիսուս Քրիստոս ասեց. «Երանի քեզի, դու տեսար եւ հավատացիր, երանի նրանց, ովքեր չեն տեսել, նրանք կհավատան»։ Երկրորդ կիրակին աշխարհամատրան կիրակի է, կանաչ կիրակի, եկեղեցի ստեղծում, երրորդ կիրակիով կարմիր կիրակի եւ նաեւ գալով տոն Երեմնամ Սուրբ Խաչի, գալիս է նաեւ կապույտ կիրակին, 5-րդ կիրակին, 5 շաբթի միջանկյալ մինչև Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ ծաղկազարդի այդ ավանդությամբ համբարձումն է Տեր Հիսուս Քրիստոս գործ Առաքելոցի մեջ պիտի կարդանք Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումը, որ ինչպես ասեցինք անցած 5 շաբթի օրը տեղի ունեցավ եւ առաքելական եկեղեցին մասնավոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցանեց համբարձման տորի առիթով եւ Այև մյուս ուղղափառ եկեղեցիները կարծում են, որոնք այս հիշատակը հիշում են, որովհետև գործ Առաքելոցի մի քանի առաջին համարներից պիտի կարդանք։ Առաջին պատմությունը ըրի ով Թեոփիլոս այն ամեն բաներուն վրա, որոնք Հիսուս սկսավ ընել եւ սորվեցնել։ Գործ Առաքելոցի հեղինակը ասում են Ղուկաս ավետարանիչն է, Թեոփիլոս հունարեն բառ է, Աստվածասեր թարգմանվի։ Մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգին միջոցով պատվեր տվավ իր ընտրած առաքյալերուն համբարձավ, որոնք ինքզինք ցուցուց կենթանի իր չարչարանքներն հետո շատ ապացույցներով, 40 օրվա մեջ անոնց երևնալով եւ Աստծո թագավորության վրա խոսելով, ինչպես եւ ասացինք, Տեր Հիսուս Քրիստոս հարությունից հետո երեցավ իր աշակերտներին տարբեր ժամանակներում պատրաստեց իրենց եւ իրենց սրտերը, որպեսզի հավատք ունենան, հավատքին զորանան Տեր Հիսուս Քրիստոսի վրայով։ Եվ Աստծո թագավորության վրա խոսելով, անոնց հետ մեկտեղ գտնված Ատենը ապսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհեռան։ Երուսաղեմը Աստծո ներկայությունը կնշանակի։ Աստծո ներկայությունից չհեռանանք սիրելիներ։ Միշտ մնանք Աստծո ներկայության մեջ։ Երուսաղեմ այդ խորհրդանիշը։ Ապա սպասեն հորը խոստումին, որ ասավ. Ինձ մել լսեցիք, վասնզի իրավ Հովհաննես ջրով մկրտեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մկրտվեք։ Հոգե գալուսն է գալի կիրակին, եկող այս կիրակին արդեն հոգեգալստյան կիրակին պիտի լինի։ Անոնք ալ մեկտեղ գալով կհարցնեին իրեն ու կսեին. Տեր, Իսրայելի թագավորություն այս ժամանակեն նորից պիտի հաստատես։ Ըսավ անոնց. Ձեզի չի վերաբերվել ժամերը եւ ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանության մեջ դրավ, բայց
Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք եւ ու ինձի համար վկաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի միջև երկրին ծայրերը։ Երբ այս բաները լավ մինչ անոնք կնայեն համբարձավ, ամպմզանիկա անոնց աչքեն ծածկեց, երբ աչքերին տնկած դեպի երկինք կնայեն անոնց ետևեն, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդ իրենց քով կայնեցան, որոնք ասին, ով գալիլեացի մարդիկ, ինչու կայներ դեպի երկինք կնայենք, այն Հիսուսը, որ ձեզ մե երկինք համբարձավ, այնպես էլ պիտի գա, ինչպես տեսակ անոր երկինք երթալ, այո, մենք արդեն այս շրջանի մեջ ենք սպասում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր երկրորդ գալուստը իր երկրավոր գործունեությունը կատարեց եւ արդեն գրեթե 2000 տարիներ անցած իր հարությունից եւ եկեղեցին սպասում է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին։ Համբարձման տոնի առիթով նաև կարդացում է Սաղմոսը, Սաղմոս 24, որ ճիշտ խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի այդ համբարձումը։ Մեծ թագավորը Սաղմոս Դավիթի Տիրոջն է երկիրն ու անոր լիությունը, աշխարհը ու անոր բնակիչները։ Վասնզին կանոր հիմերը ծովերուն վրա ձգեց ու զանիկա գետերուն վրա հաստատեց, ինչպես գիտենք Աստծո ստեղծագործության մեջ ամենին սքանչելի, ոչինչից Աստված հրաշալի այս աշխարհը դիեզերքը ստեղծեց։ Ով պիտի ելե Տիրոջը լեռը, կամ ով պիտի կենա անոր սուրբ տեղը, ձեռքերով սուրբը ում սրտով մաքուրը, որ ստության ազնատուր չեղավ, ու նենգությամբ երթում չրավ։ Շատ կարևոր կետեր են սուրբ սրտով մարդը Տիրոջը փառավոր երեսը պիտի տեսնի եւ ստություն ովքեր չի անում եւ նենգությամբ երթում չի անում։ Մի սուտ երթում երբեք մի տվեք, ասես Տեր Հիսուս Քրիստոս, Տեր Աստված։ Անիկա Տիրոջմեն օրհնություն պիտի ստանա։ Տեսնում եք, եթե այս բաների մեջ լինենք, Տիրոջմեն օրհնություն պիտի ստանա։ Ու իր փրկությունը Աստուծմեն արդարություն։ Զանիկնա փնտրողներուն ցեղը այս է, ու երեսը խնդրողը Հակոբն է։ Եվ Սուրբ եւ Ամահ պատարակի ժամանակ Կիրակի, երբ որ պատարակ է մատուցում, արևելյան կողմից սկի հետ դուրս է գալիս Սարգսակի կողմից եւ կամ հոգեվոր հայր կողմից մինչեւ խորանի ետևից պտտվելով մինչեւ խորանի արչեւ գալով եւ այս խոսքերն է ասում անշուշտ գրապարով է խոսում բայց այստեղ աշխարհապար է ասում ով դռներ գլուխնիդ վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ որպեսզի փառած թագավորը մտնի ով է փառած թագավորը Տեր Հիսուս Քրիստոս ով է այս փառած թագավորը Կարող ու հզոր Տերը, պատերազմի մեջ հզոր Տերը, ով դռներ գլուխնիդ վերցուցեք ու վերցուցեք, ով հավիտենական դռներ, որպեսզի փառած թագավորը մտնի։ Դարձյալ հարցնում է, ով է այս փառած թագավորը, զորքերուն Տերը, ինքն է փառած թագավորը, Սելա, ամեն, իսկապես շատ սքանչելի Սաղմոս է, որ նվիրված է այս առիթով Տեր Հիսուս Քրիստոսի։ Ինչպես եւ հիշեցինք նաեւ այս համբարձումը, հիշեցինք եւ հիշատակեցինք դրանից հետո պիտի գա արդեն համբարձումից հետո հիշատակեցինք երկրորդ ծաղկազարդը։ Երկրորդ ծաղկազարդին նույնպես կարդացում է այն ավետարանը, ինչ որ ծաղկազարդի Կիրակի օրը կարդացվեց Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից մեկ շաբաթ առաջ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ։ Ղուկաս ավետարանի 19-րդ գլխի 48 համարից կարդանք, տեսնենք Ղուկաս ավետարանի չէ, մույս ավետարանիչներն էլ ճիշտ հիշատակեց են եւ միայն ես կուզեմ հիմա Ղուկասից կարդալ, թե Մատթեոս, թե Մարկոս եւ թե Հովանես ավետարանիչները նույնպես հիշած են այս բանի մասին։ Հաղթական մուտքը Երուսաղեմ, Ղուկաս 19:29-ից, երբ Բեթփագեի եւ Բեթանիայի մոտեցավ, դեպի այն լեռը ու Ձիթենաց լեռ կոչվի, իր աշակերտներին երկուքը ղրկեց։ Ու սավ, գացեք մեր դիմացի գյուղը,
անոր մեջ մտնելու պես պիտի գտնեք կապված ավանակը, որում վրա բնավ մարդ նստած չէ, արձակեցեք զանիկա ու բերեք, եթե մեկը ձեզի հարցնի, թե ինչու կարձակեք, ասեք, թե անոր տիրոջը պետք է, գացին անոնք ու ղրկվեցան, ինչպես իրենց ըրված էր գտան, երբ ավանակը կարձակեին, անոր տերերը ասին անոնց, ինչու կարձակեք այդ ավանակը, անոնք ալսեին, տիրոջը պետք է, զանիկա Հիսուսին բերեն և իրենց հանդերձները ավանակին վրա ձգելով Հիսուսը հեծուցին, երբ կերթար իրենց հանդերձները ճամփուն վրա կփռեին, մենք էլ հին մարդը ձեր վրային հանեք, ասում է Պողոս առաքյալը, մեր հանդերձները փռենք, մեր հին էությունը Տիրոջ առջև, որպեսզի Տերը մեզ մաքրազարդե, սրբե, իր արդարության ճանապարհի մեջ առաջնորդվելով, երբ ավելի մոտեցա և դիտենյաց լեռան զառիվերեն կիշներն աշակերտներին բոլոր բազմությունը սկսավ ուրախությամբ Աստված օրհնել բարձր ձայնով, այո, օրհնեցեք Տերը, շեփորով, տավիղով, քնարով, ամեն տեսակի Դավիթ մարգարեն ասում է օրհնեցեք Տիրոջը, այդ ամբողջ զորությունով ձեր բարձր ձայնով այն բոլոր հրաշքներուն համար, որ տեսեր էին, ու կսեին, օրհնյալ է թագավորը, որ Տիրոջ անունով կգա, Օվսաննա, իրենք, որ բացականչեցին, երկնքի մեջ խաղաղություն, այո, երկնքի մեջ խաղաղություն, և փառք բարձրության մեջ խաղաղության իշխանն էր, որ մտնում էր փառած թագավորը, գալիս էր այդ հրաշափառ տոնի առիթով, բազմության մեջից փարիսեցիներ, ինչպես գիտենք, կային հոգևորական առաջնորդներ, որոնց միշտ նախանձով էին նայում Տեր Հիսուս Քրիստոս, միշտ ուզում էին հանդիմանել զինքը իր կատարած քայլերի համար, բայց հետևյալն են խոսում, բազմության մեջ են փարիսեցիներ մի քանիներ ասին անոր, վարդապետ, այդ քու աշակերտներուդ հանդիման է, այսինքն թող լռեն, ձայն չհանեն, անիկա պատասխան տվավ ուսավ անոց, ձեզի կսեմ, եթե ատոնք լուր կենան, քարերը պիտի աղաղակեն, այո, և գիտենք Տեր Հիսուս Քրիստոս խոսում է նաև, որ Երուսաղեմի վրա լաց եղավ, Տեր Հիսուս Քրիստոս, ինչպես գիտենք, Ղազարոսի վրա լաց եղավ, երբ որ 4 օրվա մեռած Ղազարոսին հարություն տված, և այստեղ էլ Երուսաղեմի վրա լացեցավ, ինչու համար, որտև չգիտան Տիրոջ գալուստի օրը, երբ մոտեցավ քաղաքը տեսնելով լացավ անոր վրա ուսավ, գոնե այս օրվան մեջ գիտնայր քո խաղաղությունդ, բայց հիմա ծածկվեցավ քո աչքերդ, վասնզի օրեր պիտի գան քո վրա, երբ թշնամիներդ քո բոլորտիքդ պատնեշ պիտի շինեն ու քեզ պիտի պաշարեն, և ամեն կողմե քեզ նեղը պիտի ձգեն, և հիմնահատակ պիտի նեն քեզ ու մեջդ եղած զավակներդ, և ամենևին քար մքարի վրա պիտի չթողուն, քու մեջդ, քանի որ չծանցար քո այցելությանը ժամանակը, այո, եղավ պատահեցավ այդ տաճարը ավերվեցավ 70 թվականին և հռոմեական կայսրություն մտավ և ավիրեց այդ տաճարը, և տաճարը մտնելով սկսավ հանել անոր մեծ ծահողները ու գնողները վսավ անոնց, գրված է, թե իմ տունս աղոտքի տուն է, բայց դուք ադիկա ավազակներու այրերիք, ամեն օր տաճարի մեջ կսորվեցներ ու քահանայապետները ու դպիրները ու ժողովրդին գլխավորները կուզեին կորցնցնել զանիկա, տեսնում եք, իրեն չարության մեջ մնացին դարձյալ, բայց բան մը չէին կրնարնել, վասնզի բոլոր ժողովուրդը անոր կապվել էր մտիկ ընելու, այո, փառք Աստծո, մենք այսօր էլ և ամեն ժամանակ Աստծո խոսքը մտիկ անելու մեջ ենք, ինչպես և հիշեցինք համբարձման տորից հաջորդ կիրակին երկրորդ ծաղկազարդն, ինչպես և այս համարները կարդացինք, և այստեղ նաև կոչվում է մեծահրաշի կիրակի, երկրորդ ծաղկազարդ անուն ունի, որովհետև ինչպես բուն բարեկենդանից մինչև ծաղկազարդ Տեր Հիսուս Քրիստոս ծաղկազարդ 42 օրը և ավակ շաբաթն էր գումարած 49 օր, նույնպես Սուրբ Զատիկից մինչև այսօր 42 օրը և ինչպես ասացինք,
գալ Կիրակի արդեն հոգե գալուստ է, կլինի 49 օր, 50 օր, Պենտեկոստեի օր։ Այս նույնությամբ կկրկնվեն Ծաղկազարդի ընթերցումներ, ինչպես եւ կարդացինք, եւ կերկվի Թագավոր Գոլով շարականը։ Մեծահրաշի Կիրակին կկոչվի, որովհետեւ օրվան օրնության շարականը մեծահրաշ այս խորհուրդ բառերով կսկսվի։ Եվ շարականը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վիրապի, այդ խոր վիրապ, երբ որ ինքը նետվեցավ։ Գիտենք Տրթա թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչ, երբ որ եկավ իր պալատի մեջ ծառայություն անելու, երբ որ Տրթա թագավորը իմացավ, որ Գրիգոր Լուսավորիչի հայրը սպանել էր իր հորը, ապա ուզեցավ վրեժխնդիր լինել եւ մեծագույն չարչարանքների ենթարկրեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչին։ 10 մեծագույն չարչարանքներով պրկեց իր մարմինը, բայց Աստված իրեն հետ էր, Աստված հատուկ գործ ուներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հետ։ Եկած էր, որպեսզի մեր Հայաստան աշխարհը վերափոխելու դեպի քրիստոնեության, դեպի արդարության, ճշմարտության մեջ առաջնորդելու, բայց տեսնելով այդ չարչարանքների մեջ արդյունք չկա, ստիպված եղավ տանել եւ խոր վիրապը այդ անապատի մեջ, մենք Հայաստանի մեջ ունենք Արարատի մարզում, Մարտաշապ, այդ մարզում դեռ կա այդ պահպանվում է այդ խոր վիրապը եւ տարավ այնտեղ թողեց մտածելով այդ գիզիչ արևի տակ ոչ ջուր կա, ոչ հաց կա, ինքն իրեն իր հոգին կավանդի, բայց Աստված, ինչպես ասացին, գործ ուներ հայոց աշխարհի հետ, որպեսզի վերափոխեր հայոց աշխարհը, իր հրեշտակ ուղարկեց 4-րդ դասից եւ ամեն օր այդ հրեշտակը գալիս էր եւ զորացնում էր Գրիգոր Լուսավորիչին եւ Աստծո արքայության վրա խոսելով իրար հետ մշտապես զրույցի մեջ էին լինում եւ հրեշտակած դասերը հետեւյալն են, հետեւյալ հրեշտակած դասերը, ընդհանրապես երկնքի մեջ 9 դասեր կան, առաջին եթե երկնքից նայենք դեպի երկիր, Աստծո գահը հետեւյալ հերթականություն ունեն, հրեշտակներ, հրեշտակապետներ, պետություններ, իշխանություններ, այս 4-րդ դասի հրեշտակը այդ իշխանության դասին էր պատկանում, զորություններ, տերություններ, սերովբեներ, քերովբեներ եւ աթոռներ, այս վերջնական դասը եւ ամեն օր այդ դասի հրեշտակները, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս համբարձվեցավ, ամեն այս դասի հրեշտակները ամեն ժամանակ փառաբանում էին Տիրոջը, այդ հաղթական մուտքը նոր իր փառավոր Տեր Հիսուս Քրիստոսի երկնային արքայության, այն փառքը, որ Տեր Հիսուս Քրիստոս ուներ երկիր գալուց առաջ, նույն փառքով երկիր համբարձվավ, երկինք համբարձավ եւ այդ հրեշտակները տավիղով, շեփորներով փառաբանում էին Տիրոջը, ամեն հրեշտակած դասը 9 օր հրեշտակները, ինչպես եւ այս հիշատակումները հիշեցինք հրեշտակների փառաբանում էին Տիրոջը եւ այդ հրեշտակը, որ 4-րդ դասին էր պատկանում, այդ օրը չերևցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչին եւ հաջորդ օրը, երբ որ եկավ Գրիգոր Լուսավորիչ, հարցրեց պատճառը, թե ինչու այդ հրեշտակը այդ օր չեկավ եւ ասեց, որ երկնքի արքայության մեջ մեծ ուրախություն էր, մեր հրեշտակած դասը փառավորապես դիմավորեց Տեր Հիսուս Քրիստոսին եւ դրա համար այդ է պատճառը, որ ես բացակա էի եւ այստեղ էլ հենց այո, այդ ավանդությունն է, որ այս երկրորդ Ծաղկազարդը հիշատակվում է այս առիթով, այս ավանդությունը ունի։ Եվ ինչպես եւ կարդացինք Տեր Հիսուս Քրիստոսի, երբ որ հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, եւ այստեղ հիշատակեցինք Տաճարը մտնելով սկսավ դուրս հանել անոր մեծ ծախողներ եւ գնողներ, պատկերացնում եք տաճարի մեջ եկած էին եւ առևտուրի տուն էին սարքել տաճարի մեջ, լումայափոխներ,
կենդանիներ, ոչխարներ, արջարներ, ամբողջ այդ տաճարը դարձված էր շուկայի, բազարի էր վերածվել, եւ Տիրոջ նախանձախնդրությունը եկավ եւ մտրակներով մտրակեց եւ ամբողջ խարազանելով դուրս հանեց դրանց եւ ասեց. իմ տունը աղոթքի տուն է, բայց դուք ատիկա ավազակների այրեր եք։ Գիտենք, քահանայապետները գիտեն, մասնավոր այդ առևտուրի մեջ թողած են իրենց, որովհետեւ եկամուտի աղբյուր ունեն, բայց Աստծո տունը մենք սուրբ պահենք, ասում է Աստված, սուրբ տաճարի մեջ պաշտամունք կկատարվի, սուրբ եւ ամահ պատարակ կմատուցանի, աղոթաժողովներ կլինեն։ Այս է տաճարի էությունը, ոչ թե լումայափոխներ կամ ինչ որ առևտուր կատարողների տուն է Աստծո տունը։ Բայց ինչի գշտվեցին, ասում է ժողովրդին գլխավորները կուզեին կորցնցնել Զանիկա, նույնպես քահանապետներ, դպիրներ եւ կրոնական մյուս առաջնորդները, բայց բանը չէին կրնարնել, վասնզի բոլոր ժողովուրդը անոր կապվել էր։ Այո, Աստված այս բանի մեջ է եւ Տեր Հիսուս Քրիստոս թող մաքրազարդի նաեւ մեր տաճարները, ինչ որ մենք ախտեր ունենք մեր ներսիդին, ժանգեր, ինչ որ անհաջող բաներ կան, թույլատրենք, որ Աստված գա եւ մեր մեջ բնակվի, մեր ախտերը, ժանգերը, այրի, մաքրի, սրբի, մաքրագործի, որպեսզի Տիրոջ առջև կարողանանք պատվական գտնվել, երբ որ Տերը մեզի կանչի այդ օրվան, մենք պատրաստ լինենք այդ կանչելուն, այդ հրաշափառ հարությանը մենք էլ մասնակից դառնալու Տիրոջ ողորմությամբ։ Եվ այս բանով կուզեմ եզրափակել Կորինթացիս 3:16, առաջին Կորինթացիս 3:16-17 համարները, տեսեք ինչ է ասում տաճարի մասին Պողոս առաքյալ։ Առաջին Կորինթացիս 3:16 Չեք գիտեր, թե Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո հոգին ձեր մեջ կբնակի։ Մեզ համար է ասում, մարդոց համար։ Եթե մեկը Աստծո տաճարը ապականե, Աստված Զանիկա պիտի ապականե։ Վասնզի Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Թող Աստված մեզ ողորմի, օրհնություն տա, մաքրենք մեր մեջի եղող ինչ որ անհաջող բաներ կան Տիրոջ կողմից, թույլ տանք, որ Սուրբ Հոգին գա եւ մեզ ներսիդին բնակվի եւ մեր ապականված տաճարը մաքրի, որպեսզի իր առջև կենալու իր ողորմությամբ, երբ որ մեզ կանչի կամ իր փառավոր երկրորդ գալուստով իր արքայության մեջ մեզ էլ արժանի լինի եւ յուրաքանչյուր մարդկությանը, որ Աստված կանչում է այսօր մարդկությանը բոլորին եւ Աստծո արքայության մեջ բոլորի համար տեղ կա, Աստծո համար աչառություն չկա, բացառություն չկա, բոլոր ազգերից, ժողովուրդներից, ցեղից պիտի լինեն պայմանով նրանք ովքեր հավատացին, ովքեր ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսը որպես Տեր եւ Փրկիչ, իր անունով մաքրվեցին, մեղայի եկան, սրբվեցին, ապաշխարեցին եւ փրկության ճանապարհով առաջնորդվեցին։ Թող Տերը օրհնի յուրաքանչյուրիս, այս հավատքով հաստատում մնանք այս ճշմարտության ճանապարհի մեջ, ովքեր այս ճամփում մեջ են Տիրոջ ողորմությունը հասնի, իրենց էլ ինչպես որ մեզ ողորմեց, մենք էլ անարժան մեկն ենք, բայց Տիրոջ ողորմություն հասավ, մեզ աղոթն է, հիմա մենք էլ աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսը դեռ չեն գտած, ճանաչեն, ճաշակեն եւ փրկություն ունենան, իրեն փառք Հավիտյանս Հավիտենից, ամեն։